Մենք ուրեմն ինչ տեսել ենք առաջի պատերազմի ժամանակ, այդ թուրքը ինչ ա կատարել։ Եվ ուրեմն այդ ամեն ինչը շատ ցավալի է, որ հիմա ենք տեսնում։ Ղեկավարը պետք է ղեկավարը լինի։ Ղեկավարը գիտեք ինչ կա, ոչ թե ռուսերեն ասում է տրիպաչը այդ որ լեզվով ուրեմն մենակ լեզվով բալբալացնում է խոսում եւ ուրեմն գնում է խոնարհվում ուրիշների դեմ, չէ։ Ղեկավարը պետք է վստահ այնպես լինի, որ ուրեմն կարա ղեկավարի մեր ազգը։ Բայց ասում են խաղաղություն ենք բերել, երբ սահմանին չեն կրակում։ Շատ կներեք, որ ամեն ինչը տակ, բոլորը տակ։ Տաուշից բռնած, բոլորը բան չի մնացել, այսքան մի փոքր բան դոշին կպցրած մանա գալ շատ կներեք էլի, ներողություն եմ խնդրում։ Դա ուրեմն խաղաղություն չի։ Խաղաղությունն ինա, որ հավասարը հավասարի հետ ուրեմն պայմանավորում է, այս սահմանը ումնա, այն մի սահմանը ումնա։ Հիմա պես հնարել Հայաստանը սարքել են շատ կներեք, ուրեմն վաղը միսօրը էդել չի լելու։ Եթե գնան թուրքերի հետ Ալիևը իր գործը առաջ է տանում եւ լավ էլ տանում է, ինքը գրագետ տղա է։ Ալիևը ես իր հորներ եմ ճանաչում, շատ գրագետ է ինքը։ Եվ գրագիտության ինքը այս անգրագետին բերում այս աստիճանը հասցնում։ Դուք ասացիք, որ մասնակցել եք Բերձորի եւ Քարվաճարի եւ Լաչինի ազատագրմանը։ Այսօրը եռատոն էր մեզ համար, հիմա միայն հաղթանակի օրն ենք նշում եւ քանի որ դուք մասնակցել եք այդ գործողություններին եւ ներկայիս իշխանություններն էլ նշում են, որ Արցախի հարցը ըստ էության Հայաստանի Հանրապետության վզին պարան էր, թոք էր կախված։ Ինչի համար էիք պայքարում, եթե դա իսկ իրապես Հայաստանի Հանրապետության վզին թոք էր։ Այո, մենք ուրեմն կռվել ենք եւ զոհերել ենք ունեցել։ Դու տղաները մեր ջահելությունը այդ ժամանակ տղամարդին նման կռվել են։ Եվ պատերազմը հասրել են աստիճանի, որ մենք ուրեմն չենք պարտվել։ Հիմա ուրեմն եւ պարտվելով ամեն ինչ տալով շատ կներեք, այդ երկնում եմ շատ կոպիտ սխալ է։ Հիմա ուղղակի հիմա պետք է ջահելությունը մտածի թուրքերի հետ շատ բարի են թե ոչ։ Թուրքերը մնում են թուրք։ Թուրքը միշտ ուրեմն իր գործը առաջ է տանում։ Հայերն էլ ուրեմն եթե ամեն ինչ տարածքը տալով հետ են քաշում, ես տենց բանը չեմ գտնում եմ որ շատ կոպիտ սխալ է։ Տենց ղեկավար մեզ պետք չի։ Ասում ես չլինեմ պատերազմ է լինելու սեպտեմբեր։ Ոչ, տենց բան չկա, այդ շատից խոսում են։ Ոչ մեկը ով էլ գա պատերազմ չի լելու։ Խելքախին մարդ գա, ուրեմն ինքը եւ կարա լուծի այդ հարցները պայմանագիր կապի բոլոր հետերները, հետո եթե ընկել են թուրքերի հետևից շատ կներեք, թուրքերը գալու են ինչ անեն։ Հայաստանը 300,000 թուրքեր բերեն լցնեն, հետո ինչ ալելու շատ կներեք։ Իրանք բազմանում են, շատ կը մրշումի նման բազմանում են։ Ասում են դա կեղծ օրակարգ է, չկա նման բան։ Սուտա, ոնց է, միշտ ասում է այդ խոսակցությունը, ասում է մի ղեկավար եթե 10 անգամ իր խոսքը փոխում է շատ կներեք։ Տենց ղեկավար ընդհանրապես պետք է Հայաստանի։ Ղեկավարը պետք է տղամարդ լինի, իր խոսքը առաջ տանի եւ ժողովրդի մասին մտածի։ Այդ վերջի ընդրությունները վերցել թոշակառուներին 10,000 եւ մտածելով այդ ոնց են ծախսելու։ Բայց ամեն ինչ թանկացրել է, ամեն ինչ։ Կիպրոս կարող են գնալ, ինչի մասին է խոսքը։ Ինչ։ Կիպրոս կարող են գնալ թոշակառուները։ Շատ կներեք։ Ես ընդհանրապես ես անց թոշակից вообще հրաժարվել եմ։ Հրաժարվել եմ։ Ինձ մենակ հարց են տվել, ասել են, ես վիրավորվել եմ պատերազմի ժամանակ։ Ասեց ամեն 3 ամիսը պետք է գաս կոմիսիա անցնես, որ իրոք բան։ Ասի շատ շնորհակալ եմ ձեզանից։ Но Հայաստանը չեմ լքում ես։ Потому что իմ հերոսելա պատերազմի մասնակից եղել առաջի պատերազմի մասնակից է։ Լրիվ իր մեդալներով, բանով լրիվ ինքը մեծ մասնակցել է եւ իր մասին ուրեմն կա թերթերում են ժամանակ գրել են։ Նո հիմա ոնց կարամ ես թողեմ իմ հերը որ ուրեմն այս Հայաստանի համար այդքան բան արել, ուրեմն ես թողեմ գնամ ուրեմն ուրիշ տեղ ապրեմ։ Հնարավոր չէ։
Ջահելությունը պետք է մնան, ջահելությունը պետք է մտածեն, ջահելությունը պետք է իրենց գործը առաջ տանեն, ոչ թե լսեն ամեն մի պատերազմ անելու։ Շատ կներեք, ամեն ինչ տվել ես, էլ ինչ պատերազմ։ Եթե հանձնել ես, եթե ամեն ինչ հանձնել ես, էլի պատերազմի մասին ու պետք է մտածի։ Թուրքը ասում է, էլի կվերջնի։ Էլի կվերջնի, դրա համար որ մեր ասելու բան իմ կարծիքով էլ